Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր ազգային խոհանոցից կերակրատեսակներ եւ հիշեցնեմ, որ ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Այսօրվա պատրաստվելիք կերակրատեսակը մենք երկուսով ենք պատրաստելու, իսկ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Պապանինո House ռեստորանի Դիլիջանում ռեստորանի ավագ խոհարար եւ մեր ընդհանրապես խոհարարական մտքի այսպես ապագան Խորեն Հարությունյան, ողջույն Խորեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շատ ուրախ եմ, որ չմերժեցիր Խորեն ջան հրավերը եւ ուրախ եմ, որ միասին ենք կրկին։ Ինձ համար եւս շատ մեծ պարտություն եւ հաճույք է ձեր հետ պատրաստել։ Հիանալի, հիանալի։ Ինչ ենք պատրաստելու եւ ինչպես ենք պատրաստելու, ինչից կսկսենք։ Մենք այսօր կպատրաստենք Շիրակի ավանդական ուտելիքներից մեկը, հա, որը կոչվում է չանախ։ Այո։ Դրա համար մեզ հարկավոր է մի քանի բաղադրիչ։ Նախ գառան փապկամիս, հա։ Այո։ Փապկամիս, բայց մենք հաստ կողն ենք ընտրել։ Մենք ընտրել ենք մեջքի մասի հաստ կողմը իր ոսկորով եւ ներսի ֆիլեն։ Այո, սուկի Սուկին, կարտոֆիլ, լոլիկ, ոսպ, լոբի, սիսեր, սոխ եւ տոմատի մածուկ։ Ուրեմն մենք եւ երկրորդ պարագան, որ մեզ պետք է, դա հենց կճուճն է, հա, չանախը, ոնց որ գյումրեցիներն են ասում, Շիրակի ժողովուրդը, չանախը, որի մեջ էլ եւ պատրաստվելու է այս ուտելիքը։ Հիանալի։ Ինչից սկսենք։ Դուք ինձ թվում է սոխից սկսեք, ես սկսեմ միսը։ Բոլորը հենց միայն սոխն են ինձ վստահում։ Խորեն ջան, ինչ կա այսպիսի մի բան կար, չէ՞, անեկդոտ կար, ասում են հային եւ այլ մի քանի ազգերին, ասում են, եթե մի կամպյուտեր, այս կամպյուտերին կարողանաս այնպիսի հարց տաս, որ չկարողանա պատասխանի, ուրեմն բան է, եւ բոլորը ինչ որ մի բան հարց են տալի պատասխանում, հայ ասում է բարև, ինչ կա, չկա, սկսում այդ կամպյուտերը վառվել։ Հիմա ինչ կա, չկա մեր խոհարարական աշխարհում հայկական։ Բավականին դրական կողմեր կան վերջի շրջանում։ Նախ զբոսաշրջիկները բավականին հետաքրքրված են հայկական մթերքներով, հայկական խոհանոցով, ուտելիքներով եւ երկրորդն էլ հենց խոհարարների մոտ են նկատվում շատ մեծ առաջընթաց, ձգտում, որ մարդիկ ուզում են ավելի շատ բան սովորեն, ավելի շատ տեսնեն, փորձեն ու մնացած հաճախորդներին, ովքեր գալիս են, զարմացնել։ Նախ մսի վրայից հանում ենք այս ավելորդ շերտը, հա, կաշին, որը մեզ պետք չի։ Սոխառածը մենք վերջում ենք, չէ՞։ Այո։ Պետք է մթերքները դասավորենք չանախի մեջ։ Այո։ 20 րոպե իրան թողենք, որպեսզի պատրաստվի, կեղևապատվի մի քիչ եւ հետո ավելացնենք սոխառածը տոմատով։ Արգանակել է իր պատվի, խնդրեմ արգանակ։ Այո։ Պետք է մսի կտորները բաժանենք այսպիսի չափսերի։ Ես պատրաստ եմ սոխառածը։ Boyarskoy ապրանքանիշի յուղն ենք օգտագործում։ Իսկ տավա կներեք, իսկ գառան սուկին պետքա վերջում սիրուն դնենք վրա։ Այսինքն առանց կտրատելու։ Իմիջիալոց Գյումրիում ավանդույթ կա ու ասում են ինչ մսավաճառ, որ սուկին թողնի մսի վրա։ Այսինքն սուկին բայց մսավաճառի բաժին։ Իրան մի փոքր մշակում ենք, ավելորդ ինչ-որ մասեր հանենք եւ դնենք հասու մեջ, որպեսզի վերջում օգտագործենք։ Այդ ընթացքում կարող ենք լոլիկն ու կարտոֆիլը կտրատել։ Ես սոխը վերցնեմ, այո։ Լոլիկը վերցնեմ։
Ընդհանրապես լոլիկը կեղևով են օգտագործում, բայց ես խորհուրդ եմ տալի, որպեսզի իր այս նամանավանդ եթե իրան շոքի խաշելու են կամ խաշելու ենք, իր այս կեղևային մասը դանակով հեռացնենք, որը շատ հեշտ է լինում իմիջիալոց ու ընդհանրապես ջանք չի պահանջում։ Այ զբոսաշրջիկների հետ շատ ես աշխատում։ Իհարկե արդեն նշեցի, որ մեր խոհանոցը սիրում են։ Ինչ առանձնահատկություն կա ընդհանրապես եւ կարեւորը որ դու մարզում ես աշխատում Դիլիջանում այդ տարբերությունը պահանջը իրանց գոհունակությունը ինչ վիճակում է մեր մոտ շատ հյուրեր են գալիս նամանավանդ այնպիսի երկրներից որտեղ խոհարարությունը ու խոհանոցը բավականին զարգացած է ու բոլորը գրեթե բոլորը զարմացած են, որ հայկական խոհանոցը շատ մեծ պոտենցիալ ունենալով դեռ այդքան ճանաչելի չի։ Ու իրանք ամենակարևոր բաներից մեկը, որ իրանք գնում են ու ուրիշներին է խորհուրդ տալիս, որ մնացած բոլոր մարդիկ էլ իրանց գան ու համտեսեն, տեսնեն հայկական աշխարհը, օգտագործեն հայկական մթերքները։ Օրինակ իմ համար բացահայտում էր Տավուշի վայրի ծնեբեկը, որը ինքը մանուշակագույն մի քիչ բարակ, բայց իհարկե հաստ ցողուններ են լինում, բայց եւ համը անկրկնել, անհամեմատ ու իրան հավաքելը բավականին դժվար է լինում, որովհետեւ ինքը հենց ժայռերի, ծայրերի, քայրերի շոտ ծառերի ցակի ծառ կար, ես հիշում եմ այդպիսի ծառ կար, դրա տակերը եւ իմիջայլոց արևոտ եւ խոնավ եւ արևոտ տեղերն էր ես մանկությունից հիշում եմ որտեղ նաեւ օծեր էր լինում ու վայրի այլ կենթանիներ նու անտառը բավականին շատ մեծ ռեսուրսներ է տալիս եւ պետքա պահպանենք անտառը, չվնասենք։ Իհարկե, եւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր այն մարզերը, որտեղ անտառաշատ է, որտեղ բուսականությունը առատ է, խոհանոցի վրա ազդեցությունը կա, այսինքն ավելի բազմազան է խոհանոցը։ Ինձ թվում է բավական է այսքան լոլիկը։ Այո։ Մենք կարող ենք արդեն լոլիկից հենց դասավորել, հա։ Սկզբի շերտը տակի լոլիկով դնենք։ Եվ իզուր չէ, որ National Geographic ժուրնալը 18 թվականին Հայաստանը որպես գաստրոնոմիկ, որպես խոհանոցային туриզմի մասով 5 առաջատար երկրների շարքում դասեց։ Սա կարծում եմ մեր խոհանոցի, մեր լավ խոհարարների նաև շնորհիվ մեկն է։ Հետո դասավորենք, լավ, եկեք միջև միսը դասավորելը մենք կանաչիներից օգտվենք։ Այո։ Խառը կանաչի, նու հիմնականում օգտագործում են մաղադանոս, համեմ եւ ցիտրոն, բայց մենք մի քանի կանաչիներ էլ օգտագործում։ Եվ խորեն մի туриզմի հետ կապված մի հետաքրքիր բան կա, որը ակնառու մի փաստ է։ Տես մեր միշտ աշխատում ենք ամեն տարի ինչ որ նոր որպես զբոսաշրջային արդյունք այսպես փնտրտուքի մեջ շատ լավ է իհարկե արկածային туриզմ, չգիտեմ, գյուղական туриզմ, խոհարարական եւ այլն։ Բայց այնուամենայնիվ իմ կարծիքով զբոսաշրջիկին եւս մեկ անգամ հիշեցնելու եւ եւս մեկ անգամ երկիր կանչելու մեջ առաջնային դերակատարություն հենց խոհանոցն ունի։ Այսինքն իմ կարծիքով խոհանոցն է, որ երկրորդ անգամ նույն մարդուն կարող է բերել երկիր։ Նու իմ պատկերացումներով այսպես է, եթե մարդ գալիս է ինչ-որ տեղեր տեսնում է, հա, երկրորդ անգամ իրան այդքան էլ հետաքրքիր չի լինի այդ ամեն ինչը տեսնել։ Բայց կոնկրետ խոհանոցի առումով մենք ունենք բազմաթիվ մթերքներ ու ամեն անգամ կարող ենք մեր հյուրերին տարբեր բաներ։ Համի հիշողություն ամենաերկար պահպանվող դրանցնել ու մարդիկ արդեն բազմազանությունը տեսնելով կուզենան արդեն երրորդ անգամ, չորրորդ անգամ։ Եթե թույլ կտաս միսը ես կեղևապատեմ։ Այո, հա, միսը կեղևապատում ենք սկզբից, որպես իր հյութալի մասը մնա մեջը, ու ավելի համարդյունավետ կլինի մեր ուտեստը, համը։ Եվ կեղևապատելությունը մի քիչ համեմեմ աղով։ Հա, կարող եք։
Կանաչիները փորձում ենք մանր կտրատել։ Կանաչիները մանրացնելուց հետո կարող ենք մի քիչ աղով համեմել ու նորից դանակով անցնել վրայից, որպեսզի իրանց հյութալի մասն էլ դուրս գա ու ավելի համեմունքի ինչ-որ համեմունք ենք ստանում էլի խառը կանաչիները։ Մենք լոլիկը շարել ենք, հիմա մի քիչ կանաչիկ ավելացնենք։ Այո։ Այնուհետև գառան մսերը արդեն կդասավորենք լոլիկի վրա։ Քանի որ սոխարած վերջում ենք դնելու, ես քաշեցի մի կողմ։ Այո։ Այսպես։ Մեր հաղորդաշարը շատ ուշադրությամբ հետևում են եւ երբ որ մենք արեցինք չանախ Գյումրվանորից պոչով ստացանք մի արձագանք, որ այդ չանախը տատիկս պատրաստում էր գառան մսով եւ այլն սիսերով, այնտեղ բանջարեղենով էր։ Եվ հարգելի հերոստատիտողներ, հատկապես հարգելի մեր ուշադիր հետևող հերոստատիտող, ես նշեցի, որ մենք դեռ չենք անցել այն չանախին, որը դուք շարադրել էիք։ Ահա այս չանախն է, որ դուք ասում էիք ընդեղենով, այնպես որ ձեր դիտողությունները, ձեր առաջարկները մեզ համար շատ կարևոր են եւ մենք անպայման անդրադառնում ենք դրան։ Միսը դնելուց հետո ավելացնում ենք նորից մի քիչ կանաչի ու արդեն ավելացնում ենք կարտոֆիլը։ Կարտոֆիլը այսպես անակներով, բայց շատ չտնենք էլի կարտոֆիլ։ Չէ՞։ Այո։ Կարող ենք մի քիչ էլ ավելացնել կանաչի, չենք խնայում կանաչին։ Ոսպ, Դե սա այս ապուրը թանձր ապուրների շարքին է, դասին է պատկանում, այսինքն թանձր, խիտ, որտեղ խավարտը, այսինքն մթերքները 70 եւ ավելի տոկոս են, եւ 30% հյութն է մնալու։ Արգանակը, որը մենք դեռ Նաև զգուշացնենք, որ մենք լոբին, ոսպը եւ սիսերը նախապես թրջել եւ խաշել ենք, եւ ուտելիքը արագ լինելու համար պետքա նաև սա հաշվի առնել։ իսկ մի հատ կծու պղպեղ, ինչ կարծիք ես։ Շատ հետաքրքիր։ Հետաքրքիր է։ Մի հատ կծու պղպեղ մեր կողմից։ Ահա, ինչով ավելացնենք մի քիչ։ Ավելացնենք կարտոֆիլ։ Եվ վերջում այդ ղասաբի Սուկին ժողովրդական լեզվով ասած կարող ենք սիրուն ձևով sense դնել վրան։ Ու մի քիչ նորից ավելացնենք կանաչին։ Լավ, բուլյոնը լցնենք նոր կանաչին, որպեսզի կանաչիներին չտան։ Այո, մի եզրից դնենք, որ շերտերը որքան հնարավոր է մնա իր համար։ Ընդհանրապես խոհարարները խորհուրդ են տալիս, որ միշտ արգանակ օգտագործեն սովորական ջրի փոխարեն, ուտելիքը շատ ավելի համեղ կլինի ու հարուստ համերով կլինի։ Ու կանաչին ավելացնենք։ Կանաչի մեջ արդեն աղ ունենք, պղպեղն էլ ամբողջական դրեցինք, ամեն ինչ արեցինք, ծածկեցինք, վերև նայեցինք բարձրյալին, որպեսզի համեղ լինի եւ տեղափոխենք ջեռոց։ Ջեռոցը նախապես տաքացվել է 200 աստիճան։ Այո։ Մեկ ժամ 12 րոպե է դրված, մենք մի փորձենք, այսինքն քանի որ սոխարած է նաև ավելացնելու ենք նոր պահենք, արդեն կերևա։ Ահա, եւ հաջորդ կերակուրը պիտի պատրաստենք։ Հաջորդ կերակուրը մենք պատրաստենք նախաճաշային տարբերակով, հա։ Շատերը ասում են, որ հայկական նախաճաշ չի լինում եւ այլն, բայց ես այդ կարծիքին չեմ, ու իրանք տեղեկացված չեն ուղղակի։ Մենք ունենք բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք կարելի է առավոտյան ուտել, նույն խաշիլը, հա, նույն բաներ խաշը, նա ինքը մի քիչ ծանր է, բայց
Եվ ձվածեղների տեսակներ ունենք, կոնկրետ տես անգամ մենք պատրաստենք շատ հետաքրքիր ձվածեղ ծիրանի պաստեղով, որի մեջ կան հենց ծիրանի կույզները, կուտերը, կորիզները։ Բարեկամներ, քանի որ ձվածեղը պահպանման ժամկետը շատ կարճ է եւ պատրաստման ժամանակը շատ կարճ է, այսինքն 5-6 րոպե, մենք արդեն վերջում, երբ որ կերակուրը պատրաստ կլինի, չանախը, արդեն կմիանանք, պատրաստենք ձվածեղը եւ միասին արդեն երկու կերակուրը միասին կմատուցենք։ Բարեկամներ, մի ժամ 12 րոպեից արդեն մի ժամ 4 րոպեն անցել է։ Հիմա սոխառած արդեն պատրաստում է։ Ես պատրաստեմ, իսկ դու պաստեղով ձվածեղի այդ ամեն ինչը։ Ուրեմն մեզ հարկավոր է 2 հատ ձու, նախորդ պետք է ձվերը լվանալ, նոր օգտագործել։ Այո։ Ձուն ջարդեմ ես։ Այո։ Սոխը եւ սոխարածը տոմատը մի քիչ այսպես դաղենք, որպեսզի թթվաշությունը դուրս գա։ Հիանալի։ Արդեն հանենք չանախը։ Սոխարածն էլ պատրաստ է։ Համ գույնային գամաները հետաքրքիր կլինեն, համ համային։ Դե դու այն սերնդից ես, որ սիրում է իմպրովիզներ, սիրում է իր մտահղացումները ներդնել եւ դա շատ կարեւոր է, շատ գովելի է։ Տեսնում եք, չէ՞։ Տեսնում եք, չէ՞։ Ահա։ Կարտոֆիլը ամբողջությամբ պատրաստ է, միսը, հիանալի պատրաստ է, ավելացնենք տոմատը, Այստեղ նաև ավելացնենք աղը ձվին։ Այո, լոտ ու սապրանքանիշի աղն ենք մենք օգտագործում, երևի մեր հեռուստադիտողը երիցս ճիշտ էր, այս լոբու, սիսերի, այո, սա այլ կերակրատեսակ է, և լավ է, որ մենք անցալցինք մեր հեռուստադիտողի դիտողությանը։ Ինձ թվում է մեկ նաև ռեստորանում է այդպես լինում, երբ որ ինչ-որ մի հյուրի ասած ընդունում ենք ու օգտագործում ենք, շատ հետաքրքիր ուտելիքներ են ստացվում։ Ես շատ դեպքերում օգտագործում եմ։ Միշտ չէ, բայց շատ դեպքերում օգտագործում։ Դե բնականաբար յանցկացնենք մեր մտքով, մեր մտքի պրիզմայով։ Հիմա տապակ դնենք։ Մեր ձուն հարեցինք, ես երևի կտրատեմ, հա, պարոն Մամուլյան։ Այո։ Պետք է կտրատել բարակ։ Ինքը մրգային պաստեղը չոր է, դրա համար մենք սկզբից կտապակենք իրան, որ այդ չորությունը փակացնենք։ Ինձ թվում է համերը նաև կբացվեն։ Այստեղ մեզ օգնության կգա Բայարսկոյե յուղը, անված։ Հիմա ես տապակեմ սա։ Եվ դա շատ լավ է։ Հիշեցնեմ, որ մենք ձվին ավելացրեցինք աղ և թարխուն ուռեղն։ Նույնիսկ մենք արդեն պատրաստել ենք ձվածեղկար խուրմայով։ Սպիտակ թթի չերով դեռ չենք պատրաստել ենք։ Այո։
Աշխարհի գրեթե բոլոր ազգերը ունեն իրենց ծվածերները, Այո։ մենք էլ յուրահատուկ ձևով ունեցել ենք։ Այո, այո։ Մի հատ բույր է, ընդհանուր բույրը մի հատ խնդրում եմ այսպես զգաս։ Չէ՞։ Շատ հոյակապ։ Հիանալի համադրություն։ Կարծում եմ արդեն կարելի է Ձուն ավելացնել։ այո։ Ծածկենք։ Մի քանի րոպե թողնենք, չէ՞։ Այո։ Այստեղ մենք արդեն ունենք 4 րոպե, մաքրենք, պատրաստենք, որ պիտի մատուցենք։ Խորեն ջան։ Սա էլ մեր նախաճաշը, ինչպես ասում են։ Կարող ենք վերջում ուղղակի չրերով կամ ձեռքի տակ ինչ կա պատահած ինչ-որ մթերքներով Այո։ վերջում զարդարել։ Չէ՞ որ ինքը ծիրաներ ունի, չէ՞։ Շատ լավ։ Վերջ։ Եվ արդեն պատրաստ է նաև մեր չանախը։ Հանենք։ Որն բացեցի։ Շատ հոյակապ Լավն է, չէ՞։ բույր ունի։ Իրան պետք է մատուցենք խորամանով, քանի որ ինքը թանձրապուր է, ու ապուրների մեջ է ավելի շատ։ Ոնց ուզում ես մատուցիր։ Ոնց պատրաստել ես, այնպես էլ մատուցիր։ Դա ում բաժիններ, մսագործի բաժինը։ Մսագործի բաժինը։ Ու մի փոքր սամի թողել վերջացնենք։ Մի փոքր սամի թողել վերջացնենք։ Բարեկամներ, պատրաստեցինք գյումրվա չանախ եւ նորից գյումրվա պաստեղով ձվածեղ։ Խորեն ջան, ինչ կմաղթես մեր հերոստատիտողներին։ Ես կմաղթեմ, որպեսզի մարդիկ սիրեն իրենց աշխատանքը, հպարտանան իրենց աշխատանքով, մանավանդ խոհարարները, որ կրում են նման համազգեստ, միշտ հպարտ լինեն, գլուխները բարձր լինի եւ երբեք հասարակության մեջ չհամաչեն, որ իրենք խոհարար են եւ այդ իմաստուն մասնագիտություններից մեկն են ընտրել։ Հիանալի հարգելի գործընկերներ, գլուխները բարձր պահեք հասարակության մեջ եւ նաեւ մասնագիտության առումով պահեք մասնագետի այդ պատիվը, թասիվը։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Խորենին, մաղթեմ, որ ինքը ինչպիսին որ կա, ավելացնի այդ հպարտությունը, այդ իր մասնագիտական նվաճումները, իր մասնագիտական պրպտումները եւ միշտ լինի մեր կողքի։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես, պարոն։ Շիրակի չանախ, 1 բաժնի համար։ Գարամ փափկամիս 120 գրամ, կարտոֆիլ 80 գրամ, լոլիկ 150 գրամ, ոսպ 30 գրամ, լոբի 30 գրամ, սիսեր 30 գրամ, սոխ 50 գրամ, տոմատի մածուկ 20 գրամ, աղ, պղպեղ։ Պաստեղով ձվածեղ։ Ծիրանի պաստեղ 320 գրամ, յուղ 120 գրամ, ձու 2 հատ, աղ 16 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն է այսօրվա համար նախատեսված, հիշենք, որ մեր ազգային արժեքների համար պատասխանատու ենք միայն ու միայն մենք բարեկամներ, ուրիշ ոչ ոք։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Ողջ լինենք, լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։